Բելա Գինիները 1200 նարախիներ 2000 դրամ Քանի դրա Ես դիտրը Սոֆիա դրամա Տնական քաշած, հա Հա, ծիրան Դամբիր եկել Մատ նկար եմ էլի Ակցիզ կա վրեն Առանց ակցիզ ծախում ես Բարեցես Ակցիզ չկա վրեն Առանց ակցիզ Բայց թույլտվություն ունես որ քաշովի արավ ես ծախում Հետն է առանց ակցիզ Դա չի թույլատրվում Ագրավելու եք Որ թույլտվություն կա, ոչ լիցենզիա, ոչ էլ ակցիզ Սրանից կարա մարդել մեռնի, ես տնական քաշած արավներ Բարև ձեզ Դուք ոտերից եք, ստապերից եք Հասկացանք, ուրեմն Ահազանգուն ենք, որ դուք ոչ լիցենզիավորված ապրոլ եք վաճառում Դուք նշում եք, որ տնական ես դա չենք տնական դե պետական Բայց հասկանանք Ես կարամ դեսում եք վակվեք Մենք ինչ ասում ենք, դուք էտ արեք կհավաքենք ոսկանենք, դապանացում ես կոմն Մի չենք ձեր վաղորդական վկայագիր ներկայացրեք կամ դրա հասկանանք Ոյլի չէ նկարում Միացրածա չէ կոնը Թվով քանի օղիա, քանի գինիա 3 լիտր ուղիա 7 լիտր թվով Դուք չի Ես պահեք ձեզ Վերան գրած ահոն Հավանաբար հոնի գինի ասա Վերեն հոնա գրած Ամիտ միացի գրած հոնա Գրածա տամբուլ Դու ես քաշը Խաղող Մեկը ինչա գրած Սիրան մեկ էլ խաղող կլելի Սիրան Ամեն մի շշի վրա առանձին գրառում կա մրգի, ինչ մրգից որ քաշած է։ Այս քո ավտոն է։ Ներսը մելի ուներ։ Արախ։ Չլիցենզավորված արախ գինի։ Այդ դա ինչ կա այդա։ Որպես հաղորդ։ Դուք ձեզ եք։ Նկարի, ոչինչ չկա։
Իրականացնելու համար է դուք։ Դե նա ինչ ա բերեմ։ Դերանե դեպի։ Այսա կբերի։ Ահա, երենյան էրիկի։ Ուրա լա մի հատ նա։ Ալավ էլ կթար։ Պես հաղորդում տվող։ Վաճառով կացը։ Տեսեք մի չես բաժնում, տեսեք նայ։ Նայ։ Նավարագել արձագանքեցիք։ Գիտես միշտ ենք արձագանքում։ Հնուզ գիտես դա։ Էսա ձկի սեզոնը սկսվեց, սիկ ձկան արգելքը հենց ուժի մեջ մտավ նոյեմբերի 20-ից։ Մեզ վանազեր։ Ստո էլ կարան ծախեն։ Այդ հարցով էլ եմ հետևողական լինելու։ Գնահատել ենք բոլոր ահազանգ։ Ողջունելի է, չէ՞։ Ողջունելի է։ Հարկ աստծո, որ ինչ-որ մեկը գնահատեց պաշտոնատար անձանցից։ Գնացած փողոցային առևտրի թույլտվություն կա։ Ասենք միրգ բանջարեղեն փողոցում վաճառելու։ Երևան անընդհատ արգելավում են միրգ բանջարեղենը փողոցում։ Փողոցային առևտուր հենց եղավ միրգ բանջարեղեն արգելավում են։ Իսկ ստեղ չկա տես բան, չգիտեմ ինչի։ Սա քաղաքապետարանի գործառույթն է, դի քաղաքապետարան ինքը պատշաճ վերահսկողություն իրականացնի, ոչ թե ես։ Մի ստացվում անենց, որ ես քաղաքապետարանի գործն եմ անում։ Պետությունից փող է ստանում քաղաքապետարանը, սա քաղաքապետարանի շենքն է, դեպքի վայրից գտնվում է մոտ 50 մետր հեռավորության վրա։ Ոչ մի միջոց չի ձեռնարկում Ստեփանավանի քաղաքապետարանը։ Սայակ, Ստեփանավանի քաղաքապետարանի շենքը։ Սելիմ հեծանիվն է։ Հիմա ոստիկանները արձանագրում են դեպքը, հուսանք, որ առանց ակցիզային դրոշմանիշի տանը քաշած օղին եւ գինին կարգրավի եւ օրենքով սահմանված կարգով պատշաճ ընթացք կտրվի։ Շնորհակալություն Ստեփանավանի բարեկային ծառայությանը արագ արձագանքելու համար։ Ֆիքսեմ նաեւ բարեկների ավտոմեքենան։ Իսկ սա էլ այդ օղին տանը քաշած օղին եւ գինին վաճառող տղամարդու ավտոմեքենան է։ Բայց դրա համար թույլտվություն է պետք է տանը քաշած արաղ ծախելու համար։ Համայնքապետարանից թույլտվություն ունես, լիցենզիա ունես, ակցիզային դրոշմանիշ կա շշերի վրա, ո՞նց չկա օրենքում տենց կետ։ Օրենքը տես կետ չկա։ Սա անօրինական վաճառք է։ Այսպես որ դուք գնաք միջի նոյեմբերյան գնաք կարակ 2-3 քարով վրա ակդրելով բան կա։ Եվ դա քաշով եղած Տանը քաշած արաղից կարա մարդել մահանա։ Անվտանգության կանոնները պետք է պահպանվի։ Չէ, ես ընդհանրապես ոչ խմեմ եմ, ոչ ծխեմ։ բան չասի, բայց Դա պետությունը թող ընթացք տա։ Պետական մարմինները։ Երևի վարչական տուգանք։ Կարամ սա վերցնեմ։ Չէ, ոնց կարաս։ Չես կա, դիգան արցանագրեն դեպքը։ Բայց ապրանքն արգելավելու եք, չէ՞։ Գինիները, օղիները։
Մեքենայի մեջ չունեք, գինի, օղի, Կարակ նայեք, մանուկ, ոչի բան չկա։ Այս միշտ բանջարեղենն էլ է քունը, Մեդալիատաշին սառն դու։ այս քոնն է, Չէ, հա իմն է։ դու ես էլի ծախ, Յոր գոնա գողալը։ այս կարոպկի մեջը չկա, օղի, Բայց սրանից ամբիր բաժարից հա ես նոր եմ բերել, բայց անջարեղին բերել եմ, հա։ Դա ամբողջ բաները բերել եմ, հա։ Օրենք եք բախոզարկության մասնակից դուք։ մենք չխոզարկություն չենք կատարում, ով ասում, չէ, խոզարկություն չի, դու հանրային վայրը ես գտնվում, դու քո մասնավոր տարածքում չես գտնվում, այ որ կգտնվես քո մասնավոր տարածքը, այսպես քո տարածքն է այս բանը, այս հանրային վայր ասա, սա հանրային վայր ասա, քո տարածքը չի, Չէ, Արությունյան։ ուրեմն հարգելի քաղաքացի, ուրեմն ձեր գինին եւ օղին ստեղ գնացեք, դրանք մոտակա Ստեփանավանի բաժին տեղաբանությունների համար։ Ապա դեկալեք նայեք, դուքնելա ծոց մակը։ Գնանք ստեղ, Այս ելա ծոց մակը։ գնանք համեցեք դրացեք, եկեք մեր մեքենա բեռնակացի դրեք։ Միալի ագորչում է շախու։ տեսեք տանը քաշած օղին եւ գինին տեղափոխվեց բարեկային ավտոմեքենան, ի շնորհիվ ինձ, Հայաթը իրավունք ունեմ, պետք է նկարի մեջը չեմ նկարի բաժնի, Հարգելի հետևորդներ, ինչպես արդեն տեսնում եք, ես գտնվում եմ ոստիկանության Ստեփանավանի բաժնի դիմաց, իմ ահազանգով Ստեփանավանի բաժնի պարեկները եկան եւ արգրավեցին քաղաքացու կողմից ապօրինի վաճառվող տանը քաշած օղին եւ գինին, որի վրա արկա չէին դրոշմակնիկներ, այսինքն ակցիզային դրոշմանիշներ արկա չէին, որ օրենքով չի թույլատրվում, քաղաքացին հայտարարեց, որ ինքը չունի համապատասխան թույլտվություն լիցենզիա այդ ապրանքները վաճառելու համար, նաև ցանկանում եմ նշել, որ այս ամենի նկատմամբ պատշաճ վերահսկողություն պետք է իրականացվեր Ստեփանավանի համայնքապետարանի կողմից, այլ ոչ թե իմ կողմից, մինչդեռ Ստեփանավանի համայնքապետարանի հասարակական կարգի ապահովման բաժնի աշխատակիցները որևէ միջոցներ չեն ձեռնարկել
փողոցում անարգել վաճառվող այդ տանը քաշած առանց ակցիզային դրոշմանիշի վաճառվող գինիները եւ օղիները արգելավելու կամ այդ վաճառքը դադարեցնելու ուղղությամբ եւ իմ շնորհիվ ոստիկանները անհապաղ ընթացք տվեցին այդ իրավախախտմանը, որի համար ես իմ խորի շնորհակալություն եմ հայտնում Ստեփանավանի ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին իմ ահազանգին շատ արագ արձագանքելու եւ պատշաճ ընթացք տալու համար։ Նաև նշեմ, որ նոյեմբերի 20-ից սկսած մինչև հունվարի 20 ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սիգ ձկան ձվադրմամբ պայմանավորված արգելված է լինելու սիգի որսն ու վաճառքը, ուստի ես հիշար ժամանակահատվածում եւս հետեւողական եմ լինելու, որպեսզի որևէ մեկը թարմ սիգ ձուկ չորսա եւ չվաճառի։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։